Կան այլ հարցեր։ Պարոն Ռուբինյան, ո՞նց է լինում, հա, այլ հարցեր կան։ Կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրականված մոտ եւ կոնսոլիդացնել։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից։ Սա է ձեր հարցի։ Մի խանգարեք ձեր գործընկերոջը։ Հարց է տալիս։ Բայց Էմա Պալյանը բնակարանի հետ կապված հարց է լուծել եւ ձեր գործընկեր Էմա Պալյանը ամուսնու հետ կապված եւ փաստաթղթերով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ-որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն։ Սա գաշառակերության տեղ չի, հովանավորչության տեղ չի, թե դուք դա ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ էլի ձեր խոսքերի մեջ ամեղության կարգավարկածի խախտում կա։ Ամեն դեպքում խախտելով Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կախավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր ձևով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ Բայց ով ասեց, որ տեսեք համասում եք ամեղության կախավարկածը չխախտելով, համասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար ձերբակալվեն, նշանակում է դուք պնդում եք որ ամեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա ամբողջության կախավարկածի խախտում է։ Երկրորդը մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ո՞նց էր որ հոդվածով էր իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով։ Պարոն Ռուբինյան, որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրական է։ Պարոն Ռուբինյան, տեսեք, ես դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի մի վարքյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է եւ դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը իհարկե անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում Այս հարցում եմ։ Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը։ Սա չեպազրույց է։ Եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, բարձրատրվում եք, բա ինչ եք անում այնտեղ։ Բա ինչ եք անում։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ Չէ, դուք այնտեղ այսինքն ով է այնտեղ հաղորդավարը։ 5-րդ ալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ Չէ, դրանք տարբեր բաներ են։ Դուք տարբեր բաներ են։ Ես աշխատում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Բա Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի, որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորի, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանել։ Կամ սկսում եք մի վարքյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարացնում իմ մտքերն արտահայտելը, որովհետեւ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։ Բայց այդ ֆորմատը չի, որովհետեւ եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսապում բացարձակ ձեզ։ Երկու հարց, պարոն Ռուբինյան, չէ, երկու հարց ունեմ։ Հա, նախ լրատվամիջոցների հետ կապված ասացիք Հերմինեի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում
որ պարսավանքի արժանի են այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկայի, նախ դուք ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակեր սրիկա առանց դատական ակտի ու նշել եք հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, պարոն Ռուբին։ Մարտունյան դաստիարական բանելը խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիմսիմը, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վարքան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլն։ Իմ ասածը քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլոր վիրավորանք չի, ես ոչ ոքի չեմ վիրավորել։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուտեչկա է կանում Տարոն Չախոյանի հետ կապվող Media News AM կայքով։ Ուտեչկա չեմ արել։ Դուք չեք արել։ Նկատի իշխանությունը այդ լրատվամիջոցի միջոցով։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե Խոսքը գաղտնալսման, գաղտնի ձայնագրման մասին է։ Պարզ է, չէ՞ որ դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի ով է ձայնագրել, դու դա գիտեք։ ով է ձայնագրել։ Ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Ինչ անենք։ Ինչ, այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Այսքանով ավարտենք, շնորհակալ եմ։ պետական